Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել և տեսանյութի վերջում չմոռանաք թողնել ձեր կարծիքը։ Ամուսնու մահվան օրից Անիի կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Կարենն իր ամուսինը երիտասարդ, ջերմասիրտ ու հոգատար մարդ էր։ Նրանք միասին երազանքներ ունեին, մի փոքրիկ տուն, որտեղ սիրում էին երեկոները նստել պատշգամբում դիտելով մայրամուտը։ Նրանք ունեին մի որդի, Արենը, ում համար ապրում ու պայքարում էին։ Այդ օրը սովորական մի առավոտ էր, Կարենն աշխատանքի էր գնում։ Նա համբուրեց Անիին ու Արենին ասելով. «Ժամը 6-ին տանը կլինեմ», բայց նա այդպես էլ չվերադարձավ։ Ճանապարհին նրա մեքենային բախվեց մի բեռնատար։ Այդ վայրկյանին Անիի ամբողջ աշխարհը փլվեց։ Հազարավոր երազանքներ, խոստումներ ու ապագայի պատկերացումներ բոլորը մոխրի վերածվեցին։ Թաղման օրը Անին կարծես ոչինչ չէր զգում, միայն մեկ բանում էր համոզված՝ պետք է ապրի հանուն Արենի։ Բայց սուգը միայն նրա առաջին փորձությունը չէր։ Մի քանի օր անց կեսուրը՝ Մարոն, կարծես ամբողջովին փոխվեց։ Նա սկսեց մեղադրել Հարսին ամեն ինչում, թե եթե նա այդ օրը չհանդիպեր ընկերուհուն, Կարենը ուշ չէր գնա աշխատանքի, թե դու նրա բարօրությունը չես ապահովել և այլն, և այլն։ Անին փորձում էր հասկանալ, հանդուրժել, հավատալով, որ Մարոյի փոխարեն իր ցավն է խոսում։ Բայց օրերն անցնում էին, և վերաբերմունքը դառնում էր ավելի սառը, վիրավորական ու անտանելի։ Սկեսուրը սկսեց թաքուն հավաքել Անիի իրերը, ծածուկ ակնարկներ անել, որ տունն իր որդու անունով է, իսկ հիմա այլևս նրան այստեղ տեղ չկա։ Եվ մի օր գարնան ցուրտ առավոտյան Մարոն ուղղակի ասաց. «Դու այստեղ այլևս տեղ չունես, Կարենը չկա, տունն էլ իմն է, վերցրու երեխայիդ ու հեռացիր»։ Անին համրացած կանգնել էր Արենը գրկին, ոչ մի բառ չէր ասում, միայն արցունքներն էին գլորվում։ Նա խնդրեց մի քիչ ժամանակ այլ տեղ գտնելու համար, բայց Մարոն անսասան էր։ Երեկոյան Անին դուրս եկավ այդ տանից, մի փոքրիկ ճամպրուկ ձեռքին, երեխան գրկին, բայց սրտում հազարավոր ցավ։ Նա չուներ տուն, չուներ ամուսին, չուներ տեղ գնալու, սակայն ուներ մի բան՝ անկոտրում կամք վերագտնելու կյանքը։ Որոշ ժամանակ անց նա սկսեց նոր կյանք։ Աշխատեց, վարձեց փոքրիկ բնակարան, Արենը սկսեց մանկապարտեզ հաճախել։ Ամեն դժվար օրի մեջ նա մի նոր ուժ էր գտնում իր որդու ժպիտից։ Եվ տարիներ անց, երբ Արենը դպրոցն ավարտեց լավագույն գնահատականներով, նա բեմի վրա կանգնեց, նայեց մայրիկին ու ասաց. «Մամ, դու իմ հերոսն ես, դու ապրեցիր ինձ համար, պայքարեցիր ամեն ինչի դեմ, այս ամենը քեզ համար է»։ Անին ժպտաց։ Նա կորցրել էր շատ բան, բայց պահել էր ամենաթանկը՝ սերն ու արժանապատվությունը։ Արենը մեծանում էր զարմանալի զգայունությամբ ու հասունությամբ։ Նա տեսել էր մոր արցունքները, նրա պայքարն ու լռության մեջ թաքնված ցավը։ Երեխայի նուրբ հոգին զգում էր ամեն ինչ, ինչ մեծերը հաճախ փորձում են թաքցնել։ Անիի կյանքի միակ նպատակն էր իր որդու պայծառ ապագան։ Նա օրերով աշխատում էր, երբեմն քնում էր միայն մի քանի ժամ, բայց երբևէ չէր բողոքում։ Նա միշտ ասում էր. «Եթե որդիս ժպտում է, ապա ես ամեն ինչ ունեմ»։ Անցան տարիներ։ Արենը դպրոցում փայլում էր, նա սիրում էր գրականություն, երազում էր գրող դառնալ։ Մոր հեքիաթային պատմությունները, որ Անին ամեն գիշեր հորինում ու պատմում էր, ձևավորում էին նրա երևակայությունն ու ներաշխարհը։ Նա գրում էր բանաստեղծություններ մոր մասին, որտեղ բառերը շնչում էին ցավով, սիրով ու ուժով։ Մի օր դպրոցում անցկացվեց գրական մրցույթ։ Արենը ներկայացրեց մի պատմվածք «Մայրս, իմ լույսը»։ Նա պատմել էր այն ամենը, ինչ տեսել էր մանկուց։ Հաղթանակը մի ակնթարթի հարց էր, բայց առավել կարևորը պատմվածքը հուզել էր բոլորին, հատկապես մեկը։ Մրցույթի ժյուրիի անդամներից մեկը Վարդուհի անունով մի կին ճանաչված գրական խմբագիր էր։ Նա մոտեցավ Անիին մրցանակաբաշխությունից հետո. «Դուք իսկապես մի հրաշալի որդի եք մեծացրել, ես երկար ժամանակ այսքան անկեղծ ու խորը բան չէի կարդացել»։ Դա նրա հոգուց է, նրբորեն ժպտաց Անին, իսկ եթե ես ասեմ, որ ուզում եմ Արենին կրթաթոշակ առաջարկել մասնավոր գրական դպրոցում ուսանելու համար,
ձեր թույլտվությունը կունենա։ Անիի աչքերը լցվեցին արցունքներով։ Դա պարզապես առաջարկ չէր, դա կյանքի նոր սկիզբ էր, և այդ պահից փոխվեց ամեն բան։ Արենը սկսեց սովորել գրական դպրոցում, որտեղ ճանաչված ուսուցիչներ աջակցում էին նրա զարգացմանը։ Նա առաջին գրքի վրա սկսեց աշխատել, այն վերնագրեց «Տունն առանց պատերի»։ Գիրքն ուներ ահռելի արձագանք։ Մարդիկ խանութներում հերթ էին կանգնում կարդալու մի պատանու պատմություն, որ պատմում էր կյանքի դաժան փորձության, բայց նաև մարդկային ուժի, սիրո և հավատքի մասին։ Մի օր գրքի շնորհանդեսին դահլիճի վերջում կանգնած էր Մարոն, Արենի տատիկը։ Ժամանակն անցել էր, միայնությունը խեղդել էր նրան։ Նա առաջին անգամ էր լսում թոռան մասին այդքան խորությամբ։ Մարոն խոնարհվեց, երբ հանդիպեց Անիի աչքերին, հայացքում զղջում ու լռություն կար։ Արենը մոտեցավ մորը, բռնեց նրա ձեռքը։ «Մամ, այս կյանքում ամեն ինչ անցնում է, բայց դու մնացիր ինձ հետ»։ «Ոչ միայն մնացի», ասաց Անին, «այլ ամեն օր նորից ծնվեցի քեզնով»։ Գրքի շնորհանդեսից հետո դահլիճը դանդաղ դատարկվում էր, բայց Մարոն դեռ կանգնած էր նույն տեղում, գիրքը ձեռքին սեղմած այնպես, կարծես ուզում էր վերադարձնել կորցրած տարիները։ Անին պատրաստվում էր գնալ, բայց նկատեց նրան։ Մայթին անցնելու պահին Մարոն մոտեցավ։ «Անի»։ Անին կանգ առավ։ Այդ ձայնը մի ժամանակ հարազատ էր, հիմա խորտ, կոպիտ, բայց այնուամենայնիվ մաշված թուլացած։ «Կարո՞ղ եմ խոսել քեզ հետ մի քանի րոպե», ցածրաձայն ասաց Մարոն, դժվարությամբ զսպելով հուզմունքը։ Անին լուռ համաձայնեց։ Նրանք նստեցին մոտակա այգու նստարանին։ Ոչ ձայն, ոչ շտապող անցորդներ չէին խանգարում այդ պահի լրջությանը։ «Ես քեզ ցավ եմ պատճառել, շատ մեծ ցավ, և գուցե այլևս իմ ներվելու ժամանակը չէ, բայց ես պետք է ասեմ։ Դուք վերցրեցիք մեր տունը, ձեր որդու հիշողությունները, Արենի մանկությունը», խոսեց Անին մեղմ, բայց անկեղծ։ «Ինչի համար»։ Մարոն լաց եղավ։ Այդ խստաշունչ կնոջ ներսում հիմա միայն զղջումն էր ապրում։ «Երբ Կարենը մահացավ, ես կորցրեցի ոչ միայն որդուս, այլ խիղճս։ Ես չկարողացա քեզ սիրել, որովհետև կարծում էի, որ եթե դու հեռանաս, ես ավելի մոտ կլինեմ իմ որդու հիշատակին։ Բայց ես սխալվեցի։ Դու էիր Կարենի իրական շարունակությունը։ Դու պահեցիր նրա կյանքը Արենի մեջ»։ «Շատ բան էլ չենք կարող վերադարձնել», շշնջաց Անին, բայց աչքերից կաթող արցունքներն ասացին ավելին, քան խոսքերը։ «Թույլ տուր գոնե հիմա լինել թոռանս կողքին։ Թույլ տուր մի օր լսել նրա ձայնը, կարդալ նրա պատմությունները բարձրաձայն։ Ես չեմ ուզում իմ կյանքն ավարտել դատարկությամբ»։ Անին երկար լռեց։ Այդ լռությունը ներողամտության ու հիշողությունների կշիռն ուներ։ Նա նայեց դեպի հեռվում նստած Արենին, ում մանկությունն արդեն դաժան փորձությունների միջով էր անցել։ «Ես կմտածեմ, բայց ոչ նրա համար, որ դուք ինձ եք ցավեցրել, այլ նրա՝ Արենի համար, որ նա տեսնի, թե նույնիսկ ցավից հետո կարելի է սիրել ու ներվել»։ Մարոն աչքերը խոնարհեց։ Դա դեռ վերականգնում չէր, բայց հույսի առաջին փշրանքը։ Արենն արդեն սկսում էր իր երկրորդ գիրքն, այս անգամ մայրիկի պատմությամբ, կնոջ ուժի ու վերածննդի մասին։ Նրա պատմություններում Անին դարձավ հերոս ոչ միայն իր կյանքում, այլ ընթերցողների սրտերում։ Երբ պատմությունը լույս տեսավ, վերնագիրը պարզ էր՝ Անին, և մի օր, երբ Անին բացեց գրքի վերջին էջն, այնտեղ գրված էր. «Այս գիրքը քեզ, մայրիկ, քեզ, ով ուսերից շալակեց ցավը, բայց երբեք չթողեց, որ ես զգայի դրա ծանրությունը, քեզ, ով ինձ սովորեցրեց ներել, սիրել, պայքարել, քեզ, ում աչքերում միշտ արև կա, նույնիսկ երբ աշխարհը մռայլ է»։ Անիի սիրտը բաբախում էր խաղաղությամբ։ Նա հասկացավ, երբ կյանքը խլում է ամեն ինչ, սերը մնում է, և սերն է միակ բանալին՝ հուսալ, ներել, վերադառնալ։ Հենց այդ պահին հնչեց դռան զանգը։ Մարոն էր մի փոքրիկ տուփ ձեռքին։ «Թխել եմ Արենի սիրած թխվածքները, կարո՞ղ եմ ներս գալ»։ Անին մի պահ լռեց, ապա ժպտաց. «Ներս արի, ժամանակն է, որ Արենն ունենա ոչ միայն մայր, այլև տատիկ։ Ես այս անգամ տանը ոչ թե լռություն էր, այլ սեր ու հաշտություն»։
Ճաշի սեղանի շուրջ նստած 3 սերունդ, անցյալի ցավը թողնելով ետևում նայում էին դեպի ապագան, ապագա, որտեղ նույնիսկ ամենամութ օրերից հետո կարելի է նոր լույս վառել սրտում, ընտանիքում ու կյանքում։ Դե իսկ դու, սիրելի հետևորդ, չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին ու թողնել քո կարծիքը։ Արդյոք արժի շարունակել մեր այս իրական ու հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ անչափ հուզիչ պատմությունները, թե ձեզ դուր չեկա։